Այն ինչի մասին, որ ուզում եմ այսօր խոսել, այսպես եմ վերնագրել, նա ասաց, երբ որ նա բան է ասում, անկարելի է, որ չլինի, երբ որ նա խոսք է ասում, անկարելի է, որ չլինի մեր կյանքում, որ նա չհասցվի վերջնական ավարտին իր ամբողջ տեսքով երևելի չլինի, չտեսնվի դա։ Եզեկիել մարգարեության 16-րդ գլխի 6-րդ խոսքում մի շատ հայտնի խոսք կա, համար կա, որ Աստված է խոսում եւ ասում է. «Եվ ես անցա քո կողքով, եւ քեզ տեսա քո արյունիդ մեջ, եւ ես քեզ ասացի ապրիր»։ Նա ասաց ապրիր։ Մի ժամանակ մեզանից յուրաքանչյուրս եղել ենք այդ տեղում։ Գիտեք ինչի էր նա արյան մեջ, նա երեսից ձգված էր, դաշտի մեջ ընկած, նրա պորտալարը կտրված էր, բայց չէր կապվել, նա արնահոսում էր, նա ոչ ոքի պետք չէր, նա այնտեղ էր, որպեսզի մահանար։ Նպատակը դա էր, եւ Աստված անցավ նրա կողքով եւ ասաց ապրիր։ Ապրիր, այսօր իմ ու քո այստեղ լինելը խոսում է այդ խոսքի իրականության մասին, որ մենք կանք ու ապրում ենք, որովհետև մեկ անգամ մեր կողքով այդ նույն Աստվածն անցավ եւ մեզ ասաց ապրիր, եւ մենք այսօր կանք, եւ մենք այսօր ապրում ենք։ Իշ շնորհիվ այդ խոսքի, իշ շնորհիվ այդ խոսքի զորության, ներգործության, Աստծո խոսքը շատ հին է, բայց բոլոր ժամանակներում նա նոր է բոլոր նրանց համար, ովքեր նորովի են մտնում այդ խոսքի մեջ, նոր է բոլոր նրանց համար, ովքեր նորովի են կիրառում իրենց կյանքում այդ խոսքը։ Գիտեք, Աստվածաշունչը շատ հին գրություն է, շատ հին խոսք է, բայց միևնույն ժամանակ նրա մեջ գրված է ամբողջ աշխարհի բոլոր նորությունները, անգամ այն նորությունները, որ դեռ չեն կատարվել, որ հետո պիտի կատարվեն։ Մենք գործ ունենք մեկ Աստծո հետ, ով տեղյակ է ամեն բանից, ով վերահսկում է ամեն բան, եւ նա այդ ամենով հանդերձ մեր Աստվածն է։ Ամեն։ Շատերի համար թերևս նա ամպերից այն կողմ, ինչ որ զորություն է, ուժ է, բարիներին օրհնում է, չարերին մուրճով գլխին խփում է։ Բոլորովին այդպես չէ։ Աստված բարի է բոլորի նկատմամբ, թե լինի չար, թե լինի բարի, եւ այդ Աստվածը իմ Աստվածն է, քո Աստվածն է, եւ նա ասել է ապրիր, եւ ես կամ այսօր, եւ դու կաս այսօր։ Այդ խոսքը բավարար է, որ մենք ապրենք, որ մենք լինենք։ Թույլ տվեք մեկ մեջբերում անեմ նաև Մարկոսի ավետարանից, ինչի վրա հիմնված է իմ ամբողջ այսօրվա խոսքը, եթե կարելի է այսպես ասել։ Մարկոս ավետարան 4-րդ գլուխ 35-36 խոսքերը, ներեցեք, որ մի փոքր երկար կլինի, բայց փորձեմ այս ամենի մեջ տեղավորել, ցույց տալ, որ որքան կարևոր է, երբ որ Աստված խոսք է ասում մեզ։ Այն օրը իրիկնադեմին Հիսուսն աշակերտներին ասաց, ուշադրություն դարձնենք այս բառի վրա, Հիսուսն ասաց, եկեք մյուս կողմն անցնենք, եւ ժողովրդին թողեցին ու նրան, որ նավի վրա էր վերցնելով հեռացան, նրանց ուրիշ նավակներ էին հետևում, եւ քամիի մեծ փոթորիկ էր լինում եւ ալիքները թափում էր նավի մեջ, մինչեւ որ համարյա արդեն լցվում էր եւ ինքը նավի ետի կողմում բարձի վրա մեկ ուրիշ թարգմանության մեջ գրվածը խաղաղ քնած էր եւ նրան զարթնեցնում են եւ ասում նրան վարդապետ հոգդ չէ որ կորչում ենք եւ նա զարթնելով քամիին սաստեց եւ ասեց ծովին լռիր պապանձվիր եւ քամիին դադարեց եւ մեծ խաղաղություն եղավ եւ ասեց նրանց ինչու այդպես վախկոտ եք ինչպես հավատք չունեք եւ նրանք մեծ վախով վախեցան եւ իրար ասում էին սա ով է արդյոք որ քամին էլ ծովն էլ հնազանդվում են սրան Սիրելիներ ահա թե ում հետ մենք գործ ունենք ահա թե ով է մեզ ասել նա ասեց գիտեք
ամբողջ այդ բանալի խոսքը այստեղ որն էր, որ նա ասել էր, որ եկեք մյուս կողմն անցնենք։ Աստված իր խոսքի հետևում կանգնած Աստված է։ Աստված մի բան չի ասում եւ մեկ ուրիշ որոշում կայացնում, ուրիշ բան անում։ Եթե նա ասել էր, որ եկեք անցնենք, նա ամբողջությամբ այդ խոսքի պատասխանատվությունը վերցրել էր իր վրա։ Դա պետք էր լիներ, պիտի անցնեին նրանք ծովի մյուս կողմը, պիտի լիներ սա, պիտի կատարվեր սա, անկարելի էր, որ չկատարվեր։ Եթե Աստված քեզ էլ խոսքը ասե, ես քեզ հավատացնում եմ, նա մարդ չի, որ սուտ խոսի, նա մարդ չի, որ ասի եւ հետո մոռանա։ Եթե նա քեզ խոսք է ասել, նա այդ խոսքը ամբողջությամբ այդ պատասխանատվությունը վերցրել է իր վրա, նա պետք է ամբողջությամբ կատարի այն խոսքը, ինչ որ քեզ ասել է։ Եվ թույլ տվեք մի փոքր մեկնաբանեմ այս վերը կարդացածս։ Նավի մեջ ջուր լցվելը խոսում է վտանգի եւ կորուստյան մասին։ Նորմալ է, երբ որ նավն է ջրի վրա, սիրելիներ, բայց նորմալ չի, երբ որ ջուրը նավի մեջ է։ Գիտեք, ջուրը նավի մեջ լինելը խոսում է նրա կործանման մասին, նրա վտանգի մասին, նրա վերջը գալու մասին, բայց երբ որ նավը ջրի վրա է, դա նորմալ է, բայց Հիսուսը հանգիստ քնած էր խաղաղ բարձի վրա, նավի ետի մասում, ինչու էր, որտեղից էր այդ խաղաղությունը, նա գիտեր ինչ էր ասել, նա գիտեր ինչ էր խոսել, նա գիտեր, որ պետք էր, որ նավը հասներ նավահանգիստ, նա այնտեղ պիտի հասներ, որովհետև մի բան կար, որի պատճառով նա պետք է այնտեղ հասներ։ Քիչ հետո սրա մասին կխոսենք։ Իսկ աշակերտները նրան խուճապահար արթնացրեցին։ Եթե ուշադրություն դարձրեցիք փոթորիկի մեջ, Հիսուսը խաղաղ էր քնած, իսկ աշակերտները խուճապահար։ Ինչու էր այդպես։ Եվ հարցրեց նրանց. ինչու եք վախենում եւ ինչու հավատք չունեք։ Հիսուսը սրանով ուզում էր ասել, միթե բավարար չէ, որ ես ձեզ հետ եմ։ Բավարար չէր արդյոք սա, Աստծո որդին իրենց հետ էր, էլ ինչ էր պետք նրանց ապահով լինելու համար, էլ ինչ էր պետք նրանց անվտանգությունը ապահովելու համար, որովհետև Աստծո որդին այնտեղ էր, այդ նավի մեջ։ Նաև ուզում եմ ասեմ, արդյոք Հիսուսը անհոգ էր իր հետ լինողների համար, բոլորովին։ Նա գիտեր իր անելիքը, դա եղավ նրանց ինքնաճանաչողության համար, որպեսզի մարդը ինքը իրեն բացահայտի, որպեսզի մարդը ինքը իր մասին շատ մեծ բաներ, կարծիքներ չունենա, այլ որպեսզի հասկանա ով է ինքը առանց Աստծո։ Ամեն, թեպետ Աստծո ներկայությունը այնտեղ էր, թեպետ Հիսուսը նավի մեջ էր, բայց վախ կար, խուճապ կար։ Ինչ ենք անում մենք, երբ մեր կյանքի փոթորիկների ժամանակ։ Արդյոք կարող ենք վստահել Աստծուն եւ խուճապի չմատնվենք, որովհետեւ նա ասել էր. եկեք մյուս կողմը անցնենք։ Նա իր խոսքերի համար պատասխանատվություն է կրում, արդեն խոսեցինք սրա մասին, նա պետք էր, որ անցներ ծովի մյուս ափը։ Այդ պատմությունը, եթե մի փոքր խորը նայում ենք, ինչի էր պետք, որ նա պետք է անցներ ծովի մյուս կողմը, մի բան կար, մի պատճառ կար, մի նպատակ կար, որ նա պետք էր անցներ։ Այդ նպատակը ոչ թե այն էր, որ աշակերտներին համոզեր, որ ես իմ խոսքի հետևում կանգնած եմ, այլ նպատակը այնտեղ էր, ծովի այն մյուս ափին, որ ինքը պարտադիր պետք է հասներ այնտեղ։ Թույլ տվեք ընթերցեմ այդ տեղը։ Մարկոս ավետարան նույն 5-րդ գլուխ 1-4 համարները եւ եկան ծովի այն կողմը գադարացիների երկիրը ու երբ ինքը նավից ելավ գերեզմաններից ելած մի մարդ պատահեց իրեն որ պիղծ ոգի ուներ որի բնակած տեղն էլ գերեզմանների մեջ էր ու շղթաներով էլ մեկը չէր կարող նրան կապել
որովհետև շատ անգամ ոտնակապերով և շղթաներով կապվել էր, բայց նա շղթաները կտրել ու ոտնակապերը կոտրատել էր և մեկը չէր կարող նրան նվաճել։ Խնդրում եմ ուշադրություն դարձրեք այս բառի վրա, և մեկը չէր կարող նրան նվաճել։ Ինչու չէին կարող նրան նվաճեին։ Եթե ոչ ոք չէր կարող նվաճել, ուրեմն չկար մեկը նրանից զորավոր այդ տարածքում, որ նրան նվաճեր։ Ահա նպատակը Հիսուսին, որ պիտի հասներ այնտեղ, պիտի պարտադիր հասներ այնտեղ, որովհետև պիտի հանդիպեր, առերեսվեր մի բանի հետ, որի նվաճող չկար։ Չկար մեկը, որ կարող էր նրան նվաճել։ Ինչ ենք հասկանում նվաճել։ Այսինքն ամբողջությամբ վերցնել քո վերահսկողության տակ, դու լինես նրան կառավարողը։ Եթե միջև այդ պահին ոչ ոքի կողմից չէր կառավարվում, պիտի գտնվեր մեկը, պիտի հայտնվեր մեկը, ով կարող էր նրան կառավարել։ Ամեն։ Եվ հենց դա էր պատճառը, որ Տերը պիտի ճեղքեր փոթորիկ ու նավակոծություն, որպեսզի հասներ գադարացիների երկիրը, որովհետև այնտեղ մի բան կար, որ ոչ ոք չէր կարող նվաճել։ Ոչ ոք չէր կարող նվաճել։ Չէր գտնվում մեկը, որ այդ խնդրին լուծում տար։ Եվ կարևոր էր նվաճողի ներկայությունը։ Այո, սիրելի ժողովուրդ, բաներ կան մեր կյանքում, որ մեր ուժերով մենք չենք կարող հասնել։ Մեր կարողություններով մենք չենք կարող հասնել։ Մեր կարողություններով չենք կարող նվաճել։ Հատկապես եթե բանը կապված է հոգևոր ուժերի հետ, զորությունների հետ։ Էլուր մնաց ֆիզիկական աշխարհում։ Դրա համար կարևոր է, որ Աստված լինի մեզ հետ մեր կյանքում։ Ամեն։ Երևակայեք անգամ փորձելն անմտություն է, եթե ուզենանք ինչ-որ բանի հոգևոր նվաճումների հասնենք մեր կարողություններով։ Բայց եւ այնպես, երկրորդ Կորինթացիների 4:6-7 խոսքերում Պողոսն ասում է, որովհետև Աստված, որ հրաման արեց, որ խավարից լույս ծագի, ինքը մեր սրտերի մեջ ծագեցավ, Աստծո փառքի գիտության լույսը տալու համար Հիսուս Քրիստոսի անձովը, արդ մենք այդ գանձը հողե ամանների մեջ ունենք, որպեսզի զորության առավելությունը Աստծուց լինի ու ոչ թե մեզանից։ Ամեն, եթե այդ Աստծո գանձը, այդ գանձը լույսի, եթե մեր մեջ չլինի, մենք իզորու չենք որևիցե բան անելու, բայց միևնույն ժամանակ էլ մենք կարող ենք, ինչպես Պողոսն ասում, ամեն բան կարող եմ նրանով, Հիսուս Քրիստոսով, որ ինձ կզորացնի։ Ամեն, որովհետև մենք նրան կրում ենք մեր մեջ։ Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, սիրելիներ։ Աշակերտները խուճապի մատնվելու փոխարեն, եթե վստահեին Տիրոջը եւ օգտվեին իրենց տրված արտոնությունից, գուցե պատկերը այլ լիներ։ Գուցե ուրիշ լուծում ստանար, գուցե ուրիշ ավարտ ունենար այս պատմությունը, այս իրավիճակը, որովհետև եթե Աստված մի տեղ է, եթե Աստված մի գործի մեջ մասնակցություն ունի, այնտեղ անկարելի է, որ պարտություն լինի, այնտեղ անկարելի է, որ արմատական լուծում չստանա խնդիրը։ Ամեն։ Բայց ինչ արեցին նրանք, վախեցան ու խուճապի մատնվեցին։ Սիրելիներ, այստեղ ես ուզում եմ կոչ անել եկեղեցուն եւ գանք այն ինքնագիտակցության եւ երևանի թե աշակերտներն էլ սա հասկանային, որ լավ էր փոթորիկների ժամանակ ծովի վրա քնած Հիսուսի հետ, քան ցամաքի վրա թվացյալ ապահով առանց Հիսուսի։ Գիտեք,
Եթե Հիսուսը իմ նավակի մեջ է, եթե Հիսուսը իմ կյանքի մեջ է, էական չի, թե ինչպիսի փոթորիկներ կլինեն, թե ինչպիսի նավաբեկություն տեղի կունենա։ Պողոսը փորձառաբար ապրեց դա, երբ որ ճամփորդում էր։ Եվ եթե թույլ տանք Աստված մեր կյանքի ամբողջ պատասխանատվությունը իր վրա վերցնի եւ մենք այն մեր կամեցողությամբ տանք նրան, դա կլինի մեր անվտանգության գրավականը։ Ամեն։ Մեր ապահովությունն ու անվտանգությունը ոչ թե մեր ներկա իրավիճակներն են թելադրում, այլ Տիրոջ ներկայությունը կամ բացակայությունը մեր կյանքում։ Այո, կարող են մեր կյանքում լինել փոթորիկներ եւ թվա անելանելի իրավիճակ, բայց երբ Աստված քեզ հետ է, քո նավակի մեջ, այդ ժամանակ դու ապահով ես ամեն տեսակ փոթորիկներից։ Ամեն։ Էական չի դա որտեղից է գալի, էական չի դրա պատճառը որտեղից է, էական չի, թե ինչ ուժգնությամբ է այդ փոթորիկը քո վրա բարձրացել։ Կարևորը, որ Հիսուսը քո նավակի մեջ է։ Նա է նվաճողը։ Նա է նվաճողը, այո, նրա անունը նվաճող է, եւ այդ նվաճողը քո կյանքի մեջ է, եւ նա ասել է. անցնենք ծովի այն կողմը, եւ ամբողջ խոսքի պատասխանատվությունը նա կրում է իր վրա։ Նա ասել է, որ անցնենք, եթե անցնենք, ուրեմն նավը չի կարող ծովի մեջտեղում կործանվել, նավը պիտի հասներ նավահանգիստ։ Ամեն։ Սաղմոս 89:8 խոսքերի մեջ ասում է. ով Տեր զորությունների Աստված, ով է քեզպես զորավոր Տեր, եւ քո չորս կողմն է քո ճշմարտությունը, դու տիրում ես ծովի զորությանը եւ բարձրանում են նրա կոհակները, դու խոնարեցնում ես նրանց։ Ժողովրդական խոսքը թեպետ ասում է. ով կարող է դեմ կենալ բնությանը, բայց Հիսուսը սաստեց փոթորիկին, խաղաղվեց ծովը, նա խախտեց բնության օրենքը։ Այո, բնությունը շատ բան կարող է մեր դեմ ասել, բնությունը շատ բան կարող է մեր դեմ խոսել, կարող է նայենք բնական երևույթներին եւ վախի խուճապի մեջ ընկնենք, սակայն Հիսուսը չի ենթարկվում, Աստված չի ենթարկվում որևիցե բնական աղետների, նա է արգելողը եւ նա է թույլ տվողը, նա է ապրեցնողը եւ նա է մեռցնողը, նա է բարձրացնողը եւ նա է իջացնողը, եւ ծովերն ու այդ կոհակները, այդ ալիքների մեծությունը ոչինչ չեն կարող ասել, երբ որ քո նավակի մեջ նվաճողն է։ Ամեն։ Ողջ փառքը նրան։ Այո, մենք մեր մեջ կրում ենք մեկին, ով կարող է սաստել ծովին ու խոնարեցնել նրան։ Նա զորությունների Աստվածն է եւ ճշմարտության ակունքը։ Ահա թե ում ենք կրում մենք մեր մեջ։ Նրա անունը ամենակարող Աստված է, նրա անունը հզոր Աստված է, նա գերբնականի Աստվածն է, նա անհնարինի Աստվածն է, նրա մոտ են բոլոր իմացված եւ չիմացված մեծ ու փոքր հարցականների եւ խնդիրների բոլոր լուծումներն ու պատասխանները։ Եվ այդ ամենով հանդերձ նա մեր Աստվածն է, նա մեր Տերն է, այս փոքրիկ փոշու հատիկի Տերն է։ Փիլիպեցիների 4:13-ն ասում է. ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով։ Այստեղ ամեն ասած բառը հենց ուղիղ իմաստով է ասում խոսքը։ Այստեղ պետք չի բնագիր ուսումնասիրել, որ հասկանանք ամեն բան, այսինքն ինչ։
ամեն բան, ինչ որ քո կյանքում լուծման պահանջ ունի, Աստված կարող է տալ լուծում այդ խնդիրներին։ Այսինքն ամեն բան հասկանում ենք հենց ուղիղ իմաստով։ Հռոմեացիների 8:31-32 խոսքերում ասում է. ապա ինչ ասենք այն բաների համար, եթե Աստված մեր կողմն է, ով է մեզ հակառակ, որ իր որդին էլ չխնայեց, այլ մեր ամենի համար մատնեց նրան, էլ ինչպես նրա հետ ամեն բան չի շնորհի մեզ։ Ինչ կա քո կյանքում, որ խնդիր է քո համար, ինչ կա քո կյանքում, որ կարող է հավասարվել Աստծո որդու հետ, նա իր որդին չի խնայել քեզ համար, ինձ համար, էլ ինչ կա, որ կարելի է դնել կշեռքի մյուս նժարին, որ հավասարեցնենք Աստծո որդու հետ, նա չխնայեց իր որդուն, նա տվեց իր որդուն, նա չափսոսաց, նա ուղարկեց, գիտակցված ուղարկեց, որպեսզի մեզ ունենա։ Սիրելիներ, Աստված մեր կողմն է, սա արտոնություն է, որ մենք ունենք, որը չունի աշխարհը։ Աստված հանուն մեզ որդուն էլ չխնայեց, մահվան մատնելով նրան, որին մենք արժանի չէինք։ Նա ամենակարող Աստված է եւ նա մեր կողմն է, էլ ինչ կարևոր է, թե ով է մեզ հակառակ։ Էական չի ով է քեզ հակառակ։ Կարևորը, որ Աստված քո կողմից է։ Ով ուզում է քեզ հակառակ լինի, ինչպիսի ուժեր ու զորություններ ուզում են քեզ դեմ դուրս գան, որովհետև քո կողմից է ամենակարող Աստվածը, նրանց թույլ տվողն ու արգելողը, նրանց զսպողն ու մի խոսքով այն ամենը, ինչ որ կարող է դուրս գա քո դեմ, բայց դու ունես այն Աստծուն քո մեջ, ոչ մի հաջողության չի հասնի քո թշնամին։ Եվ վերջապես կամաց հասցնեմ իմ խոսքը ավարտին, Ելից գրքից մեկ մեջ բերում շատ հայտնի խոսք 33-րդ գլխից 18 խոսքից, եւ նա ասեց. աղաչում եմ, քո փառքը ցույց տուր ինձի, եւ Տերը ասեց. իմ բոլոր բարությունս քո առջևից պիտի անցկացնեմ, ու Տիրոջ անունը քո առջևդ պիտի կանչեմ, եւ որու որ պիտի ողորմեմ, կողորմեմ, եւ ում որ պիտի գթամ, կգթամ, եւ ասեց. դու իմ երեսս չես տեսնի, որովհետեւ մարդ չի կարող տեսնել ու ապրել, եւ Տերը ասեց. դարձյալ Տերը ասեց. ահա իմ մոտ մի տեղ կա, ու ժայռի վրա կանգնիր, եւ լինի, որ երբ իմ փառքս անցնելու լինի, քեզ ժայռի խոռոչի մեջ դնեմ, ու քեզ իմ ձեռքովս ծածկեմ, միջև ես անցնեմ, հետո իմ ձեռքս պիտի վերցնեմ, ու իմ ետիս պիտի տեսնես, բայց իմ երեսս պիտի չտեսնվի։ Աստված իր փառքը հայտնելու համար միայն մեկ տեղ ունի, մեկ տեղ, դա այն ժայռն է, որի անունն է Հիսուս Քրիստոս։ Ահա թե ինչ էր առաջարկում Աստված Մովսեսին, ահա ինձ մոտ մեկ տեղ կա, կանգնիր այդ ժայռի վրա, եւ հետո նրան պիտի դներ այն ժայռի խոռոչի մեջ եւ ծածկեր իր ձեռքով։ Որ ձեռքով, որ երկրի տարածքները չափեց, ձեռքով, որ ծովի ջրերը չափեց, ձեռքով, որ ծովերի սահման գծեց, որ նրանցից չանցնեն, ձեռքով, որ պատի վրա, նաև սա եմ ուզում ասեմ, գրեց, կշռվեցիր եւ թեթև գտնվեցիր։ Սիրելիներ, Աստված բացի ընդհանուր հավաքույթներից նաև ուզում է անհատական փոխհարաբերություն մեր հետ, հանդիպում մեզ հետ, որտեղ լինենք երկուսով, ես եւ Աստված։ Հայտնության 20-րդ գլխում ասում է. ահա կանգնած եմ դրանդ առջև եւ թակում եմ, եթե բացես, կգամ եւ ընթրիք կանեմ քեզ հետ։ Սա անհատական հանդիպման մասին է խոսում։ Կգամ եւ կթակեմ քո դուռը, եթե բացես, կմտնեմ եւ քեզ հետ ընթրիք կանեմ։ Աստված նույնքան կարիք ունի մեր հետ անհատական փոխհարաբերության, որքան մենք
պետք է ունենանք այդ կարիքը նրա հետ փոխհարաբերության։ Ինձ կանչիր Երեմիա 33:3 ու քեզ պատասխան տամ եւ քեզի մեծ ու խորին բաներ պատմեմ, որոնք դու չգիտես։ Մեր հավատքի կյանքում աճելու գրավականը նրա հետ անհատական հաղորդակցության մեջ է, սիրելիներ։ Խոսքն ասում է, հավատքը լսելուց է, լսելը Աստծո խոսքից։ Սիրելիներ, առանց Աստծո հետ անհատական փոխհարաբերության չի կարող մեր կյանքում հոգևոր աճ գրանցվել։ Այստեղից, այնտեղից, կիրակից կիրակի, աղոթքաժողովից աղոթքաժողով չի կարող իմ կյանքում փոփոխություն լինել, չի կարող իմ կյանքում աճ գրանցվել, եթե ես չունեմ անհատական փոխհարաբերություն նրա հետ։ Սա շատ կարևոր է, որովհետև փորձը ցույց է տվել, որ չկա ավելի ապահով տեղ Աստծո հետ փոխհարաբերության, քան ժայռի խոռոչը, քանի որ ամեն ինչ որ պետք է մարդուն հոգևորապես եւ ֆիզիկապես ապահով լինելու համար կա այդ ժայռի խոռոչում, որի անունն է Հիսուս Քրիստոս։ Եվ վերջապես մեկ սաղմոսով փորձեմ ավարտել իմ այսօրվա այս խոսքը, չգիտեմ որքանով սա քեզ կպավ, բայց թույլ տվեք 107-րդ սաղմոսից մի քանի խոսքեր նույնպես ընթերցեմ եւ բերեմ ավարտին։ 23-ից 30 խոսքերը։ Նրանք, որ ծովն են իջնում նավերով եւ գործ կատարում, շատ ջրերում, նրանք տեսան Տիրոջ գործերը եւ նրա հրաշքները անդունդում, նա ասաց եւ մրիկ քամի վեր կացավ, նրա ալիքները բարձրացրեց, վեր ելան երկինք վայրիչան անդունդը եւ նրանց անձերը մաշվեցին նեղությունով, շփոթվեցին եւ տատանվեցին ինչպես հարբած մարդ, նրանց ամեն իմաստությունը կորավ եւ դեպի Տերն աղաղակեցին, իրենց նեղությունումը եւ նա նրանց փրկեց իրանց վիշտերիցը, մրիկ քամին հանդարտության դարձրեց եւ նրա ալիքները հանգստացան եւ նրանք ուրախացան, որ դադարեց եւ նա առաջնորդեց նրանց դեպի նավահանգիստ, որ ցանկանում էին նրանք։ Սիրելիներ, անկախ ամեն ինչից, եթե Աստված մեզ խոստացել է նավահանգիստ, էական չի, թե մեր կյանքի ճանապարհներին ինչպիսի փորձությունների հետ կառնչվենք, ինչպիսի փորձություններ կլինեն մեր կյանքում, եթե Աստված ասել է հասնենք նավահանգիստ, որպեսզի այնտեղ մի բան կա, որ ոչ ոք չէր կարող նվաճել, պետք էր նա հասներ այնտեղ, ուրեմն նավը պիտի հասնի նավահանգիստ։ Եվ եթե դու այդ նավի մեջ ես, որտեղ Հիսուսն է, քո նավը հաստատ հասնելու է նավահանգիստ։ Ամեն էական չի այն սկզբի եղած դեպքը, երբ որ դու արյան մեջ էիր, երբ որ դու ոչ մեկի պետք չէիր, բայց նա եկավ, բայց նա ասաց, որ ապրիր եւ մենք այսօր ապրում ենք։ Ամեն։ Եկեք կանգնենք Տիրոջ առաջ եւ մեր շնորհակալությունը եւ մեր գոհությունը բարձրացնենք Տիրոջը, որ այսօր մենք կանք այն խոսքի պատճառով, որ նա ասաց, ապրիր։ Ամեն։ Մեր Հայր, շնորհակալ ենք քեզանից, քեզ ենք տալիս ամեն փառքը, ամեն պատիվը, ամեն պաշտամունքը եւ մեր սրտի շնորհակալությունը, գոհությունը քեզ ենք բարձրացնում, մեր Հայր, որ արժանի ես Տեր, որ իրավունք ունես մեր կյանքերի վրա եւ մեր կյանքերի հետ Աստված մեր, եւ որովհետեւ դու ես ասել ապրիր, դրա համար էլ դու ամբողջական իրավունք ունես մեր կյանքերի վրա, մեր Տեր, մեր կյանքերը քեզ են
պատկանում Տեր, մենք ապահով ձեռքերի մեջ ենք մեր Աստված, շնորհակալ ենք քեզանից Հայր, Տեր հիմա դահլիճում գտնվող եթե կան մարդիկ, ովքեր երբևիցե չեն լսել քեզանից այդ խոսքերը Տեր, թող այսօր կպնի նրանց սրտին Տեր, որ դու ասում ես ապրիր անկախ իրավիճակից, անկախ իր հայտնված իրավիճակից Տեր, դու ասում ես ապրիր եւ մենք այսօր ապրում ենք ու կանք մեր Տեր, շնորհակալ ենք քեզանից, թող քեզ բարձրանա ամեն փառքը, թող քեզ բարձրանա ամեն պատիվ, ամեն պաշտամունքն ու երկրպագությունը Տեր, մենք մեր կյանքերով քեզ ենք պարտական մեր Հայր, մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով ենք աղոթում եւ ողջ փառքը տալիս քեզ, ամեն։